Օրեր առաջ համացանցում լայն արձագանք ստացավ կորեացի բլոգեր Յան Մինի հրապարակած տեսանյութը, որը նկարահանվել է Արցախում։ Տեսանյութում երևում են քանդված եւ ավերված շենքեր, անհետացած հուշարձաններ ու արձաններ։ Տեսանյութի հրապարակումից հետո մենք եւս խոսել ենք Յան Մինի հետ։ Ի դեպ նրա հետ մեր հարցազրույցը կարող եք դիտել YouTube-ի մեր ալիքում։ Զրույցից հետո Յան Մինը մեզ փոխանցեց նաեւ այնպիսի կադրեր, որոնք իր բլոգում չէր տեղադրել եւ որոնք ավելի մանրամասն պատկերացում են տալիս, թե ինչ այսօր իրականում կատարվում Արցախում։ Ինչի մասին են վկայում այս կադրերը եւ ինչ գործընթացների մասին կարող են պատմել դրանք, այս թեմայով այսօր զրուցելու եմ կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ։ Բարի օր, պարոն Ավանեսով, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարի օր, շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Ավանեսով, քանի որ դուք նախապես արդեն դիտել եք այդ տեսանյութը, առաջարկում եմ մեր զրույցի ընթացքում անդրադառնալ դրա առանձին կադրերին, հատվածներին, կցուցադրենք նաև առանձին կադրեր, որպեսզի մեր հետևորդներն էլ հասկանան ինչի մասին ենք խոսում։ Նախ ուզում եմ ձեզ հարց ուղղել այս տեսանյութում ինչը ամենից շատը գրավեց ձեզ։ Տեսանյութը, ինչը շատ կարևոր է ու փաստական նյութեր է պարունակում, գրավեց այն, որ երբ որ մանրամասն մի քանի անգամ հետո առաջ տալով նայեցինք, ակնհայտ դարձավ, որ Ստեփանակերտի հատկապես բազմաթիվ վայրերում տեղադրված հուշարձանները, հուշակոթողները հիմնովին ավիրված են։ Խոսքը նախ եւ առաջ Ադմիրալ Իսակովի փողոցում գտնվող նրա կիսանդրում մասին է, Արցախ թաղամասում գտնվող Անատոլի Զինևիչի կիսանդրում մասին է, երիտասարդական պալատի դիմաց խորենացու արձան կար, այդ արձանի ոչնչացման մասին է, Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի հարակից հատվածներում տարբեր նշանակության քանդակներ կային, ընդ որում քանդակների որոշների հեղինակները միջազգային քանդակագործներ էին հայտնի եւ այդ քանդակների որոշները տեղադրվել են Շուշիում քանդակագործների սիմպոզիումների արդյունքում, այն որոնք որ չէր տեղավորվում այդ քանդակների պուրակում, որոշները նաեւ Ստեփանակերտի տարբեր հատվածներում էին տեղակայված։ Նաեւ շատ կարեւոր է նշել, որ ակնհայտ դարձավ մի շարք թաղամասերի հիմնովին ոչնչացման մասին, հատկապես Ստեփանակերտում պետական համալսարանի հարակից հատվածում Մխիթար Գորշի փողոցի մասին, այնտեղ գտնող 5-ից ավելի շենքեր, բնակելի շենքեր հիմնովին ոչնչացված են։ Այդ թաղամասին դեռ կանդրադառնանք, եկեք, քանի որ տեսանյութը սկսվում է հենց մենք ենք մեր սարեր հուշարձանից, Յան Մինը մեզ տեսանյութը այդպես է ուղարկել, դիտենք հատված տեսանյութից, որտեղ երևում է, որ մենք ենք մեր սարեր հուշարձանի վրա գրություններ են հայտնվել, դիտենք տեսանյութը նախ։ Հաշվի առնելով, որ սա Արցախի գլխավոր խորհրդանիշներից է, կարելի է վանդալիզմի դրսևորում համարել։ Միանշանակ մենք տեսանյութում տեսնում ենք, որ հուշարձանի վրա առկա են տարբեր գրություններ, ընդ որում պետք է նշենք, որ այս գրությունները տարբեր ժամանակահատվածներում են հայտնել, հատկապես Արցախի օկուպացիայից անմիջապես հետո, տասնյակ նման տեսանյութեր մենք դիտեցինք, որտեղ հստակորեն երևում է, որ նման գրություններ կան, ընդ որում տեսանյութից պարզ դարձավ, որ նախկինում արված որոշակի գրություններ, որոնք ադրբեջանցիները արել էին, հետագայում ջնջվել են, խոսքը հայերի հասցեին տարբեր հայուախառն արտահայտություններ էին։ Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանցիների այդ վանդալիզմի ձեռագիրը, ընդ որում հուշարձանների վրա գրություններ թողելը առաջի դեպքը չէ։ Նույնը մենք ականատես ենք եղել ժամանակին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու պարագայում, երբ որ օկուպացիայից անմիջապես հետո պատարին ադրբեջաներեն դարձյալ գրություններ հայտնվեցին։ Նույնը մենք ականատես ենք եղել Ակնախբյուրի պարագայում Արցախյան պատերազմի հիշատակին կանգնեցված, զոհերի հիշատակին կանգնեցված հուշահամալիրի պատերին եւս հայտնվել էին գրություններ։ Սա վանդալիզմի դրսևորում է եւ դիտվում է որպես հուշարձանի դիտավորյալ թիրախավորում
Բայց մենք պետք է նշենք մի շատ կարևոր հանգամանք եւս, որ ադրբեջանցի օգտատերերը նման գրություններ տարածող նկարներից բացի տարածում են նաև տեղեկատվություն եւ պնդում են այն մասին, որ հուշարձանը պետք է հիմնովին քանդվի։ Եվ սա տարածում են ոչ թե սովորական սոցկայքերի միջոցով, այլ այն որոշ պետական լրատվամիջոցների տելեգրամյան կամ թվիտերյան ալիքներում են հայտնում նման տեղեկատվություն եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում նմանատիպ գրություններ, նմանատիպ տեղեկատվությունները առանց պետական համապատասխան կառույցների թույլտվության հնարավոր չէ հայտնել։ Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք պետական քաղաքականության մասին, որը նպատակը ընդհանրապես Արցախում հայկական ժառանգությունը ոչնչացնելն է։ Տեսանյութը նկարահանված է Ստեփանակերտի մուտքից դեպի վեր։ Մի հատվածում կարող ենք դիտել, երևում է կալցիվոյի հատվածը, որտեղ աջ կողմը ամբողջությամբ քանդված է։ Ինչ կար այդտեղ նախկինում։ Նախկինում պետք է նշենք, որ այդ հատվածում բնակելի շենքեր կային, որը առաջիններից մեկն է քանդվել։ Այդ շենքերի հետնամասի հատվածում բավական ընդարձակ տարածքով զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի եւ նրա ենթակայության տակ գտնող առանձին ստորաբաժանումների եւ կառույցների շինությունները Պաշտպանության բանակի կենտրոնական շտաբի մուտքի մոտ, որը պաշտպանության նախարարի նաեւ նստավայրն էր հանդիսանում, առույցի քանդակ կար, որը եւս ոչնչացված է։ Դրանից վերևի հատվածում նաեւ տարբեր նշանակության կառույցներ կային, հասարակական նշանակության կառույցներ կային, նաեւ Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայաններ, որը եւս քանդվեց։ Կադրերում երևում են նաև Ստեփանակերտի վերածննդի հրապարակը, տեսնում ենք, որ քանդված են Արցախի ազգային ժողովի շենքը, ազատամարտիկների միության գրասենյակը եւ Արմենիա հյուրանոցը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը դիտավորյալ է քանդում նաև պետական նշանակության շենքերը եւ օրերն էլ պատահական ընտրված օրեր չեն լինում եւ մարտի սկզբներին էր օկուպացիայից անմիջապես հետո հայտնվեցին կադրեր, երբ որ ոչնչացվում են ազգային ժողովի շենքը որոշակի ժամանակ հետո քանդվեց ազատամարտիկների միության կենտրոնական գրասենյակը, իսկ վերջում նաև հողին հավասարեցվեց Արմենիա հյուրանոցը։ Եթե մինչ այդ տարբեր հատվածների կադրերը, որոնք մենք դիտում էինք, վանդալիզմի դեպքերը կլինի դա պետական շենքերի քանդման տեսարաններ, թե պատմաճարտարապետական հուշարձանների ոչնչացում, դա իրականացվում էր սիրողական տեսանյութերով, ապա ազգային ժողովի շենքը Արցախի քանդվել է Ադրբեջանի պետական լրատվամիջոցների ուղիղ հեռարձակմամբ, այսինքն բոլոր տեսանյութերը, թե ինչպես են ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հողին հավասարեցնում Արցախի ազգային ժողովի շենքը, այնուհետև ազատամարտիկների միության կենտրոնական գրասենյակը հեռարձակվել է պետական հեռուստաընկերություններով ուղիղ եթերում եւ լրագրողների մեկնաբանությամբ։ Եվ նրանք իրենց մեկնաբանություններում նշում էին, որ սա Չակերտյալ ասած սեպարատիզմի խորհրդանիշներից մեկն է հանդիսանում եւ նման բոլոր կառույցները հետագայում էլ հողին են հավասարեցվել։ Իսկ հիմա ինչպես է կոչվում վերածննդի հրապարակը։ Վերածննդի հրապարակը տարբեր անվանումներ ունեն, ճիշտն ասած հելա վերջնական հաստատված կարգ չունի, քանի որ դա պայմանավորված է նրանով, որ նախագահի նստավարի կարգավիճակն էլ է փոխվել եւ ներառում են Չակերտյալ հաղթանակի պուրակի մեջ, որը տեղակայված է կադրերում չի երևում, բայց որը քանդված Թումանյան փողոցի 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկզբներին կառուցված այդ շենքերի հատվածում եւ որը գալիս միանում է նաեւ որոշակի առումով նախագահական գրասենյակին, որը հայտարարված է, որ դարձնելու են այսպես կոչված հաղթանակի թանգարան, ըստ երևույթի դրա հետ են փորձելու կապել նաեւ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակի անվանումը։ Տեսանյութի մի հատվածում էր երևում է, որ Ստեփան Շահումյանի արձանը չկա։ Տեղեկություն կա, երբ եւ ինչ պայմաններում է ապամոնտաժվել։
Ստեփան Շահումյանի հուշարձանը ավիրվել է առաջիններից մեկը օկուպացիայից անմիջապես հետո, երբ որ արդեն բռնի տեղահանությունը տեղի ունեցավ եւ նաեւ ապօրինի կերպով ձերբակալվեցին Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այդ ժամանակից անմիջապես հետո տարածված տեսանյութերում ակնհայտ դարձավ, որ Ստեփան Շահումյանի հուշարձանը քանդված է, բայց հուշարձանը առաջին անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկում։ Դեռևս 2020 թվականի պատերազմի ընթացքում Ստեփանակերտի թիրախավորումների ընթացքում հուշարձանի մերձակայքը որոշակիորեն վնասվել էր։ Կադրերում երևում է նաև ազատամարտիկների փողոցը եւ Արցախի պետական համալսարանի հատվածը։ Ինչ փոփոխություններ կան։ Արցախի պետական համալսարանի հարակից հատվածում գտնվող բոլոր կառույցները անխտիր դա կլինեն բնակելի թաղամասեր, շենքեր, կլինեն հասարակական նշանակության կառույցներ, ոչնչացված են։ Ընդ որում Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ միտումնավոր են քանդել։ Սկզբնական շրջանում պատրվակ էր դրվել, որ այդ շենքերը քանդվել են սեյսմիկ պայմաններին չհամապատասխանելու պատրվակով, սակայն երբ որ արդեն տարբեր փաստարկներով հերքվեց, որ դա սեյսմիկ խնդիրների հետ որևէ առնչություն չունի, հատկապես այդ հատվածում գտնվող Մխիթար Գորշի թաղամասի մի քանի շենքեր, որոնք երկու պատերազմի ընթացքում թիրախավորվել են, բայց այդ շենքերը ամբողջությամբ չեն փլվել։ Եթե լիներ սեյսմիկ խնդիր ունենար շենքը, չի կարող երկու պատերազմի ընթացքում դիտավորյալ թիրախավորման պարագայում շենքը կանգնի, այնուհետև հայտարարեցին, որ այդ շենքերը քանդել են զուտային պատճառով, քանի որ չի համապատասխանում ճարտարապետական կոնցեպտին, որը իրենք պատկերացնում են Արցախի պետական համալսարանի եւ հարակից հատվածներին, ընդ որում շենքի դիմագիծները էականորեն փոխել, հատկապես կենտրոնական շենքի եւ նպատակներ նաեւ ոչ միայն այդ երբ որ վերականգնողական աշխատանքի հետևանքով բավականին գեղեցիկ տեսք ստացած շենքի ամբողջությամբ դիմային հատվածը քանդելու, այլ նաև հայերեն գրությունները ջնջելու։ Ընդ որում պետական համալսարանի երկրորդ ուսումնական կորպուսը եւս հողին են հավասարեցրել։ Լիովին վստահ ենք, որ պետական համալսարանի բակում, Վիետնամասի բակում գտնվող համալսարանի տարբեր ժամանակահատվածների Արցախյան պատերազմի զոհերի հիշատակավերժացնող համալիրը եւս կանգնված է։ Միջազգային կառույցները հաճախ խոսում են մշակութային ժառանգության պահպանության մասին, այս ֆոնին ինչպես է գնահատում նրանց արձագանքը այս դեպքերին։ Ցավոք սրտի միջազգային կազմակերպությունների արձագանքը զուտահարողակարգային բնույթ է կրում եւ հայտարարություններից այն կողմ հստակ քայլեր եւ մեխանիզմներ չի կիրառում, չնայած դրան, որ տարբեր զեկույցներում հազանգվում է բազմիցս Եվրոխորհրդարանի որոշ պատգամավորներ նշում են, որ կա հնարավորություն առնվազն խոշոր համալիրների տարածքում 24/7 ռեժիմով տեսահսկողական համակարգ կիրառելու մասին, նույնը մի քանի անգամ արձանագրված էր եւ խոսում էին ԱՄՆ-ի տարբեր սենատորներ եւ խոսքից այն կողմ չի անցնում անգամ ինչպես Ջուղայի պարագայում Ադրբեջանը արգելեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնիտորինգային խումբ այցելությունը, այնպես էլ Արցախի պարագայում որևէ կերպ թույլ չտվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից մոնիտորինգային խումբ արկայությունը, որ մեկնեն Արցախ եւ տեղում արձանագրեն, թե ինչ է տեղի ունենում եւ հասկանան իրավիճակը։ Սա բաց խոսում է այն մասին, որ Արցախի տարածքում աննախադեպ մշակութային ցեղասպանություն է տեղի ունենում։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք բոլոր փաստերը, վկայում է, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ։ Ավելին, որոշ դեպքերում միջազգային որոշ կազմակերպություններ, որոշ երկրների
առաջնորդներ, իրենք են նպաստում վանդալիզմի այդ դեպքերի տարածման, այդ դեպքերի արագընթաց, այսպես ասած, ընթանալուն եւ կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար։ Եվ երբ որ մենք ուսումնասիրում ենք Արցախում արձանագրված բոլոր խոշոր վանդալիզմի դեպքերից առաջ Արցախի տարբեր հատվածներում Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տարբեր ֆորումներ էին կազմակերպում, տարբեր երկրների ղեկավարներ կամ պատվիրակություններ էին դրան նախորդել։ Ընդամենը մի քանի օրինակ բերենք, ամառը, երբ որ հուլիս-օգոստոս ամիսներին խոշոր հրդեհներ բռնկվեց, բավականին լայն աշխարհագրությամբ եւ որի տիրույթում հայտնեցին 100-ից ավել պատմաճարտարապետական հուշարձաններ, դրան նախորդել իսլամական որոշ երկրների կողմից Ստեփանակերտում կայացած տնտեսական ֆորումը։ Մեկ այլ դեպքերում, երբ որ տարբեր երկրների պատվիրակությունների այցելից հետո մենք տեսանք, որ երիտասարդական պալատի դիմագիծն է ամբողջությամբ խեղաթյուրվում, ընդ որում որի մոտակայքում նաև խորհրդանացու արձանեկար, որը քանդեցին։ Եվ խոշոր դեպքերը նաև դրան զուգահեռ ոչնչացում էին ամբողջական բնակելի թաղամասեր եւ ամբողջական բնակավայրեր եւ դրանց եւս նախորդում է նման վանդալիզմի դեպքեր եւ մի քանի այլ հանգամանք էլ վերջերս փետրվարի 4-ին, երբ որ խաղաղության համար եւ այլ համալիրին եւ հաստատման համար երկու երկրների միջև եւ Նիկոլ Փաշինյանին հանձնեց հայտնի այդ Զայեդ մրցանակաբաշխությունը, մենք արձանագրեցինք, որ դրանից անմիջապես հետո Արցախի տարբեր բնակավայրերում երկու խոշոր համալիր ոչնչացրեցին։ Իսկ մենք հստակ թիվ ունենք, ինչքան հուշարձան են ոչնչացրել կամ վանդալիզմի ենթարկել։ Վանդալիզմի դեպքերը 1000-ից անցնում են արդեն։ Ցավոք սրտի։ Իսկ եթե նման տեսանյութերը շարունակեն հրապարակվել, կարող են դրանք ազդել միջազգային հանրության վերաբերմունքի վրա։ Որոշակի առումով այո, կարող են ազդել, բայց դրանք զսպող մեխանիզմներ չեն կարող հանդիսանալ։ Դա կարող է բարձրացնել նաև իրազեկվածության աստիճանը միջազգային հանրության կողմից, թե ինչ է կատարվում Արցախում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երբեմն ադրբեջանցիների կողմից նկարահանված տեսանյութերը կամ լուսանկարները համացանցից հրապարակում են, այնուհետև տեղեկատվություն տարածում, որ իբր մենք երբ որ արձագանքում ենք, որ այդ տեսանյութերից երևում է հուշարձանի, եկեղեցու կամ այլ կառույցի ոչնչացում, պնդում են, թե իբր դա իրականության հետ որևէ աղերսներ չունի, ապա նմանատիպ տեսանյութերի հրապարակումները, որը կատարվել է օտարերկրացու կողմից, փաստում են հակառակը եւ անգամ այն հատվածները, որ ակնհայտորեն մենք գիտենք ինչպիսի պայմաններում են նկարահանում արել, որ հնարավոր չէ ամեն ինչ տեսանկարահանել հաշվի առնելով իրավիճակը, բայց այնուամենայնիվ այս տեսանյութը փաստական կարևոր նշանակություն ունի։ Եվ նմանատիպ տեսանյութերը հետագայում ոչ միայն կարող են օգտագործվել փաստագրական զեկույցներ հրապարակելու ընթացքում, տարբեր ֆորումների ընթացքում խոսելու դրա մասին, այլ այս տեսանյութերը որպես չեզոք ապացույց կարող են կցվել դատական տարբեր գործընթացներին։ Ինչպես հուշարձանների պարագայում, այնպես էլ քաղաքաշինական նշանակություն ունեցող կառույցների ոչնչացման պարագայում։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի կովկասագետ Հովիկ Ավանեսովի հետ։